1973 թվականի օգոստոսի 11-ին տեղի է ունեցել «Գարնան 17 ակնթարթներ» ֆիլմի պրեմիերան, որտեղ բոլորս ենք հիշում դրվագ, երբ Շտիրլիցը լարված կանգնած է կապավոր կետի կողքին անհանգստանալով, որ նա ծննդաբերության ժամանակ կգոռա իր մայրենի լեզվով։ Այս պատմությունը իրական դեպք է հայ հետախույզների կյանքից, ովքեր փոխել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք։ Հաղորդումը դիտեք մինչև վերջ և կիմանաք հետաքրքիր, քիչ լուսաբանված փաստեր 73 տարվա հավատարմության, ազգությամբ հայ հետախույզների սխրանքի մասին։ Իրենց կյանքի մասին այսպես է արտահայտվում Գոհար Վարդանյանը։ Ես 3 անգամ հագել եմ հարսի շոր, 3 անգամ ունեցել շքեղ հարսանիք, որպեսզի տարբեր երկրներում հավաստիացնեինք լեգենդը։ Բայց երջանիկ կին եմ, որ 3 անգամ էլ բռնել եմ նույն տղամարդու ձեռքը, ով ամբողջ կյանքում աջակցել է ինձ։ Խոսքս լեգենդար հետախույզ, փոխգնդապետ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանի մասին է։ Ամբողջ աշխարհում նրանց ճանաչում էին կեղծանուններով։ Степа, сундук. Слушай, это ты нарисовал? Тебе тоже посоветовали. Сейчас я это сделаю. Теперь я Наташа. Женись, купись, море рядом. Անրի և Անիտա։ Անցյալ դարի հետախուզության պանծալի դեմքեր հայկական ավանդույթներով սիրող զույգ, ովքեր իրենց խմբով 1943 թվականին ապահովել են Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ հանդիպումը, կանխելով մեծ եռյակի դեմ Հիտլերի կազմակերպած դիվերսիան։ Մեծ եռյակի հանդիպման տեղն ու ժամը հայտնի էր, բայց հավաստի լինելու համար ասեմ, որ վերջին պահին Ստալինն այն տեղափոխեց։ Այդ տարիներին Թեհրանը լի էր ֆաշիստներով, որոնց պետք էր ճանաչել և լիկվիդացնել, ու Գևորգ Վարդանյանի խմբին տրվում է հանձնարարություն բացահայտել թշնամուն։ Գևորգ Անդրեևիչը մի լավ արտահայտություն ունի, երբ հետախույզը հանում է ատրճանակը, նա այլևս հետախույզ չի, այսինքն օպերացիան պիտի բացահայտվեր, հետևելով կասկածյալներին։ Խումբը տեղաշարժվում էր հեծանիվներով, դրա համար ստացավ թեթև հետելազոր անվանումը, անգամ օպերացիայից առաջ բոլորին տրվեցին նոր հեծանիվներ արագ տեղաշարժվելու համար։ Անհրաժեշտ էր գտնել ինչ-որ ընդհանրություն կամ հավաքատեղի, որտեղ կազմակերպվում էր դիվերսիան։ Խումբը բաղկացած էր 6 տղաներից, միակ աղջիկը Գոհարն էր։ Տղաներից մեկը նրա եղբայրն էր։ Օպերացիան կազմակերպում էր Գոհարի ապագա ամուսինը Գևորգ Վարդանյանը։ Состав банды? Нет. Характер? Нет. Место операций? Место и время операции изменить нельзя. Արդեն 2 ամիս էր թեթև հետելազորը շրջում էր քաղաքում և փորձում գտնել որևէ հետք։ Ու հանկարծ Գոհար Վարդանյանն իր կանացի աչքով նկատում է, որ քաղաքում կան մարդիկ Թեհրանին հատուկ հագուստով, բայց կոշիկները տարբերվում են։ Գործի են անցնում տղաները և բացահայտում, որ քաղաքի արվարձաններից մեկում կա թեյարան, որտեղ մտնում են մարդիկ եվրոպական հագուստով և այնտեղից դուրս գալիս կերպարանափոխված, բայց ուշադրություն չեն դարձնում կոշիկներին և դրանք տարբերվում են։ Կոշիկների մասին ունեմ առանձին տեսանյութ, որտեղ պատմում եմ աշխարհում ամենահին հայկական կոշիկի մասին, դիտեք հետաքրքիր կլինի։ Նրանց շնորհիվ բացահայտվում ու ձերբակալվում են շուրջ 400 ֆաշիստական հետախույզներ, ու ժամանակին բացահայտված ու Հիտլերի կողմից մեծ եռյակի դեմ դիվերսիայի ձախողման արդյունքում պատերազմն այլ ընթացք է ստանում և վեկտորն ուղղվում է Սովետական միության գծած ճանապարհով։ Թեհրանյան անվանումը կրող այս փայլուն գործողությունը գաղտնազերծվել է 2000 թվականին, սակայն ոչ ամբողջովին։ Դեռ շատ փաստեր համարվում են հույժ գաղտնի։ 2007 թվականին Մոսկվայի ժամանում Չերչիլի թոռնուհին Սելիա Սանդիսը խորին շնորհակալություն է հայտնելու զույգին, ով 1943 թվականին փրկել էր իր պապի կյանքը։
Մի կուրիոզ դեպք էլ պատմեմ հետախույզների կյանքից, ոստիկանությունը շատ անգամ է նրանց կանգնեցրել։ Смотри, стажер. Это новый Кортекс 500. Самая последняя модель радара. Скорость высвечивается здесь, позволяет работать из укрытия. Подходишь к краю дороги. На 30 сантиметров вытягиваешь руку. Все-таки начинать лучше со старой модели. Սակայն բացառիկ զսպվածության ու իրավիճակին տիրապետելու կարողությամբ ամեն անգամ հնարավորություն էին ունեցել շրջանցել կասկածները։ Ոչ այս անգամ։ Շատերն են հիշում 1978 թվականին Իտալիայի վարչապետ Ալդո Մորոյի առևանգումը։ Հայ հետախույզներն Իտալիայում էին հատուկ հանձնարարությամբ։ Նրանց կանգնեցնում է ոստիկանը, զննում ավտոմեքենան ու բաց թողնում։ Բայց շուտով զույգը նկատում է, որ ոստիկանները հետապնդում են իրենց ու հրահանգում կանգ առնել։ Արյունը սառում է հետախույզների երակներում, սակայն իրենց հատուկ քար զսպվածությամբ կանգնում են ու զարմացած հարցնում, թե ինչ է պատահել։ Պարզվում է, որ ավտոմեքենան խուզարկած ոստիկանը իր ատրճանակը թողել էր մեքենայի բեռնախցում։ У тебя трос есть? А кто его знает, что там есть? Я не помню, я сейчас посмотрю. Так. 1984 թվականի մայիսի 28-ին հետախույզները Մոսկվայից ստանում են աննախադեպ հաղորդագրություն։ Այնտեղ ասվում էր. Գևորգ Վարդանյանը պարգևատրվում է Սովետական միության հերոսի կոչմամբ, Գոհար Վարդանյանը աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մի քանի անգամ հաղորդագրությունը կարդալուց հետո ոչնչացնում են ու գնում մոտակա ռեստորան նշելու։ Այդ օրը հետո հաճախ էին վերհիշում։ Գևորգ Անդրեևիչը ասում էր, որ իր աստղի 5 թևերից 3-ը Գոհար Լևոնովնայի վաստակն են։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ եւ Ռուսաստանի նախագահը Գոհար Վարդանյանին հարցնում է, թե որ երկրներում է եղել, փորձառու հետախույզը չցանկանալով բացահայտել փաստեր, ասում է շատ երկրներում, ինչով էլ առաջացնում է բոլորի հիացմունքն ու ծիծաղը։ Գևորգ եւ Գոհար Վարդանյանները շատ կյանքեր են ապրել, բայց նրանց ճակատագիրը մեկն էր երկուսի համար։ Եվ անպայման հիշատակեմ Գևորգ Վարդանյանի պատգամը ուղղված իր թորնուհուն Մարգարիտա Փահլևանյանին։ Սիրել հայրենիքը, ընտանիքը, պարտաճանաչ լինել։